Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 11-ին կրկին հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։ Ադրբեջանի ԻՊՆ-ն հաղորդագրություն է տարածել իբր ապրիլի 10-ին ժամը 20:55-ի սահմաններում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը չի համապատասխանում իրականությանն, ասված է հայտարարության մեջ։ Հայաստանի ԻՊՆ-ն պարբերաբար հիշեցնում է Բաքվին հրատադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ապրիլի 11-ին հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հետ բանագնաց Սերդար Քլիչի հետ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլիչի հետ, գրել է Ռուբինյանը, այլ մանրամասներ հայտնի չեն։ Բաքվի զինվորական դատարանում ապրիլի 11-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը։ Նախորդին ադրբեջանցի մեղադրողի հարցերին են պատասխանել Հայաստանի քաղաքացիներ Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանն ու Էրիկ Ղազարյանը։ Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու եւ անդամակցելու, նաեւ ռազմական մի շարք ծանր հանցագործությունների մեջ։ Անկախ լրատվամիջոցների փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայության ընթացքում դատավարության մասին մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի պետական ազերթաչ գործակալությունը։ Խոսրովյան տարպետական արգելոցը ապրիլի 11-ին սոցցանցի իր տեսանյութ է հրապարակել, որում լուսանների գիշերային զբոսանքների երևում տեսանյութը տարածում է գտել ոչ միայն համացանցում, այլև մամուլում։ Ամբիշ Մալխասամոյանը հաղթանակով է մեկնարկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Ամոյանը 1-8 եզրափակում գոտեմարտել է աշխարհի եւ Եվրոպայի փոխ-չեմպիոն Լև Մրցակցի հետ, հաղթելով 9-0 հաշվով։